Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատվություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։ Բարի լույս, օրդ բարին է 21 TV եթերում, իսկ դա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ պետք է արթնանալ, այն էլ շատ արագ, այո, ով առավոտյան վաղ է արթնանում, նա շատ ավելի բան է հասցնում, այնպես որ առաջարկում եմ ուրախ ռիթմերի ներքո սկսել առավոտը մեզ հետ միասին։ Օրդ բարի, գնացինք տեսահոլովակ հատուկ ձեզ համար։ Իմ հոգու ինչու եք խառնում ընթացքները ստեղծում լոքաոս ու խառնաշփոթ ինչու եք խառնում ընթացքները ստեղծում լոքաոս ու խառնաշփոթ միություն է ուժը դե եկեք միանալ Ողնուժուր հայրենի, ինչպես տակը թողմանալ Միություն է ուժը, դե եկեք միանալ Ողնուժուր հայրենի, ինչպես տակը թողմանալ Չուներ երամերար հետ Սոխագետա դրագը լայլայլում հավետ Ապնուտեր չուներ երամերար հետ Սոխագետա դրագը լայլայլում հավետ Միություն է ուժը դե եկեք միանալ Ողնուժուր հայրենի Ինչպես կաղը թողմանալ Միություն է ուժը դե եկեք միանալ Ողնուժուր հայրենի Ինչպես կաղը թողմանալ Աստակը ազնիվ կրդինքը զուլալ Արարիշն արդար բաշկել է շիտակ Իսկ մարդը մարդուն ճշում է հստակ Արարիշն արդար բաշկել է շիտակ Իսկ մարդը մարդուն ճշում է հստակ Միություն է հայրենի, ինչպես տակը թողմանալ Միություն է ուժը, դե եկեք միանալ Ողնուժուր հայրենի, ինչպես կա
Վերադարձանք տաղավար եւ այսօր երաժշտական եթերը մեզ սպասվում ունենք հիանալի երգիչ տաղավարում ում անունն է ուշադրություն Արամ Ասատրյան այո սխալ չլսեցիք Արամ Ասատրյան է մեր հյուրը բարի լույս Արամ ջան Բարև ձեզ Շատ ուրախ եմ որ մեր տաղավարում եք այս առավոտ Նմանատիպ Առաջին հարցը որ միշտ տալիս եմ մեր հյուրերին սուրճ թե թեյ առավոտ շուտ Շնորհակալություն նորմալ է ամեն Ոչ սուրճ ոչ թեյ Բայց ամեն դեպքում վաղ եք սիրում արթնանալ թե աշխատանքի բերումով սիրում եք քնել Վաղ արթնանում եք Արամ վստահաբար ձեր կյանքում անվան եւ ազգանվան հետ կապված շատ հարցեր են լինում, որովհետեւ բոլորս էլ գիտենք մեր մեծանուն գուսանին Արամ Ասատրյանին եւ երբ լսում ես Արամ Ասատրյանը առաջին հարցը կա որևէ բարեկամական կապ թե ոչ, երգում եք թե ոչ եւ իր երգերը թե ոչ եւ ինչ զավեշտալի պատմություն կա Արամ Ասատրյան անվան հետ կապված։ Շնորհակալ եմ շատ Անահիտ ջան, այո, այս պատմությունը միշտ առիթներին եւ հաճախակի հնչում են ինչ կապ ունեք Արամ Ասատրյանի հետ։ Նախ ուզում եմ ասել մեր հեռուստադիտողին իմ անվան հետ կապված Արամ Ասատրյանի ես ինքս Արամ Ասատրյանին շատ եմ սիրում իր մարտեսակով, իր երգերով։ 1995 թվականի հուլիսի 27-ին երբ որ ես ծնվել եմ Վայոց ձորի մարզում Եղեգնաձոր քաղաքում Եղեգնաձոր քաղաքն ու հիվանդանոցը շատ մոտիկ են իրար եւ բեմը, որտեղ որ կատարվել է համերգ։ Արամ Ասատրյանը եւ Օքսանան բազմահազարանոց մարկանցով համերգ են ներկայացրել, երբ որ ես արդեն լուսաշխար եմ եկել, իմ հարազատությունը մոտիկացել են Արամ Ասատրյանին, ասել են մեզ ծնվեց նոր Արամ Ասատրյան։ Արամ Ասատրյանը բնականաբար շատ ոգևորվածությամբ, շատ ուրախությամբ, ինչպես նաև ասենք մայրիկիս մոտեցում հիվանդանոց եւ բուժաշխատողներին իր բարձր մարգային տեսակով եւ շեշտել է որ արդեն ունեմ երկրորդ Արամ Ասատրյանը ինձ փոխարինող օգտվելով արդից ասեմ որ մայրիկս նույնպես երգչուհի է եւ գեներով ես Այ դա ուզում էի հարցնել, այսինքն ընտանիքում եղել է երգող եւ իմացել եմ, որ գենով կփոխանցվի։ Հա, ու գենով փոխանցվել է ու տարիներ շարունակ արդեն 5 տարեկան էի, երբ որ երգում էի արդեն եւ ծնողներիս ուղղորդմամբ ինձ ուղղորդեցին Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի Մեղեդի ստուդիան, որտեղ 2008 թվականին 3 տարի դասընթացներ անցկացա իմ շատ սիրելի ուսուցչի մոտ Անդրանիկ Հարությունյանի, որից հետո մասնակցեցի արդեն ժողովրդական երգիչ նախագիծ, Armenia Eurovision երգի մրցույթ փառատոն եւ այդ ամեն ինչի հետ մեկտեղ նաեւ զորակոչվեցի բանակ։ Ահա։ Եվ բանակից հետո հենց ծառայության ճյուղը եւ հարազատներից մեջ էլ կան որ բանակում են։ Ընտրեցիք նաև զինվորականի ուղին։ Ընտրեցի նաև։ Ես գիտեմ այդ մասին։ Հա, զինվորականի ուղին, որը որ շատ դժվար է երկու տարբեր մասնագիտությունում, ասենք բնագավառում զբաղվել։ Իսկապես երգիչ եւ զինվորական։ Նմանությունը կարծես թե միայն դիսցիպլինայի մեջ է, որ երկու տեղում է պետք է լինի կարգ ու կանոն, նվիրվածություն, ամեն ինչ հասցնելու, բայց ո՞նց եք համատեղում այդ երկու ճյուղը։ Նախ ասեմ Անահիտ ջան, անկեղծ շատ դժվար է։ Որովհետև ժամանակի առումով լինել 15 օր մարտական հերթապահության մեջ, այն 15 օրը զբաղվել երաժշտական վոկալով, ձայնային տվյալներով եւ տեսահոլովակներով, բանով անչափ օրերի առումով շատ դժվար է։ Իսկ ծառայության մեջ լինում է, որ ձեր երգով օգնեք ու ոգևորեք ձեր ընկերներին։ Միշտ հայրենասիրական երգերով, ռազմահայրենասիրական երգերով ոգևորում եմ իմ ընկերներին եւ միշտ ուզեցել եմ ես քանի որ զորակոչվելուց հետո բանակ մտածում էի ինչ աշխատանք գտնեմ որ համատեղեմ երգիս հետ որ կարողանամ բան բայց հայրենիքի սերը այս հագուստի հանդեպ ասենք իմ սերը հարգանքը առաջինը ընտրել եմ զինվորականի գործը եւ ծառայությունը նախ ասեմ որ Անահիտ ջան երկրորդ դժվարությունը այն է որ ծնունդով Վայոց ձորի մարզի Ռին գյուղից եմ
իմ համար ասենք Ռինդից Երևան ամեն օր գնալ գալ վոկալի շատ բարդ էր սկզբնական ամիսներին համ մեքենայի խնդիր համ գնալ համ գալ անկեղծ ասեմ բայց ունենալով լավ մասնագետ, լավ ընկեր, լավ վոկալի ուսուցիչ այս դժվարությունները շատ հարթ ու լավ անցավ։ Որտեղ եք ստացել ձեր մասնագիտական արդեն կրթությունը, երբ մեծացաք։ Երբ մեծացա, արդեն մասնագիտական կրթությունը ստացա Ջվան անվան աշխուղական դպրոցում։ Եվ հիմա նույնպես արդեն շարունակում Ով է ձեր վարպետը այնտեղ։ Արտոն Մնացականյան։ Եվ հիմա արդեն մի քանի ամիս է Սարգիս Հովակիմյանի մոտ եմ էլի վոկալ, էլի շատ լավ մասնագետ, շատ լավ մարդ ու սկզբնականում ունենք շատ նորություններ երկերի հետ կապված ու ես ասեմ մեր ժողովրդական երգերը եւ ազգագրական եւ ազգային երգերը ես անձամբ շատ եմ սիրում Անահիտ ջան ասենք ոնց որ իմնա այս հոգուց գա այս երգերը հող ու ջրի ասենք այդ հայեցի տեսակը այդ երգերի տեսակը ոնց որ մերն է այն ինչ որ մերն է մեր արժեքն է մեր մշակույթն է մենք պետք է պահենք պահպանենք բայց այսօր մի թեթև գումարի հետ կապված խնդիր որ լինում է ուզած մի փոքր ուղղությունը ուզում ենք տանենք դեպի կոմերցիա եւ այդ ամեն ինչը վստահ եմ որ ժամանակի ընթացքում մեր ժողովուրդը նորից էլի կգան մեր ժողովրդական ինչպես նաև մեր ազգային տարազին եւ այդ ինչ մշակույթ ունենք նորից այդ ամեն ինչը նոր շնչով մեր ջահել երիտասարդ սերունդը ամեն նորովի տարբերակով կներկայացնի մեր հանրությանը։ Այսօր մեր եթերի ընթացքում ներկայացնում ենք երգի պրեմիերա, որ կոչվում է Ծնողներիս։ Նախ ովքեր են երգի հեղինակները, խոսքերի հեղինակ, երաժշտության հեղինակ։ Ասեմ Անահիտ ջան, երգի հեղինակը իմ ինչպես ասեցի 2008 թվականին որ քաղաք Եղեգնաձորում սովորել եմ, երգի հեղինակը Անդրանիկ Հարությունյանն է։ Շատ լավ մարդ, շատ լավ վարպետ, ինքը երգը գրեց, ես դիմեցի, ասեցի վարպետ ջան, ուզում եմ մի հատ նոր երգ անեմ, թեկուզ ժողովրդականի մեջ, թեկուզ ասենք բան, որը որ իմն է։ Ասեց ինչ թեմա կուզես, դե ամեն թեմա կար, երգերի առումով, առաջինը ընտրել եմ ծնողներիս թեման, որովհետև իմ հարգանքը, իմ սերը մեր ծնողների հանդեպ մի քիչ ուրիշ է, որ այդ տարիները մի քիչ հետ եմ գնում, հասկանում եմ, ասենք, ոնց են ինձ նայել, խնամել ու հասցրել այս մակարդակին, որոշեցի իմ շնորհակալությունը այս տեսքով հայտնեմ։ Անդրանիկ Հարությունյանը երգը գրեց, գործիքավորումը կատարեց իմ տաղանդաշատ ընկեր Խաչիկ Պողոսյանը, տեսահոլովակը նկարահանեց Նարեկ Աբրահամյանը եւ ընդհանուր այս ծավալուն աշխատանքը կատարեցինք ես երգի մասով, Նարեկ Աբրահամյանը իր ընդհանուր պրոյեկտով եւ հասցրեցինք եւ ունեցանք տեսահոլովակ եղեցիկ նաեւ ասեմ որ Անահիտ ջան երգը առաջին իսկ հայացքից դիպչեց իմ սրտին բացի որ ծնողների թեմա էր, նաև երգը արդեն նոտագրված, գեղեցիկ, ասենք դաշնամուրով բան, խնդրեցին վարպետին, ասեցի վարպետ ջան, որ երգը նոտագրված է արդեն մի փոքր հատված կարող եք, ասենք երգել կամ ես երգեմ արդեն նոտագրված բան, ու առաջին իսկ հարմոնիայի լադը, երբ որ խփվեց, ես նոր սկսեցի երգել, մի անգամ ասեցի ես այս երգը երգում եմ ու պետք է աշխատենք այս երգի վրա ու այս երգի վրա աշխատեցինք ու պրեմիերա արեցինք մեր հանրությանը շատ շնորհակալ եմ իմ ջայլոց օգտվելով առիթից այստեղից եմ ուզում շնորհակալություն հայտնեմ լավ կարծիքներ են գրում ինչու՞ չէ նաև առաջարկներ է արվում այս երգերի հետ կապված բայց առաջիկայում ասեմ նորություններ լինելու են բայց իմ ցանկում քանի որ ես ինքը շատ եմ սիրում ժողովրդական երգերը, միշտ հետևում եմ մեր Սայատնովա անսամբլին, մեր տաղանդաշատ երգիչ-երգչուհիներին, իմ գոլեգաներին եւ այս ամեն ինչը
ժողովրդական երգերով եւ ազգային երգերով, ինչպես նաեւ արդեն հեղինակային իմ երգերը ունեմ, մի քիչ աշխատանքային փուլում է, պետք է այդ ամեն ինչը ասենք ավելի շատ աշխատենք, որովհետեւ ունենալ Սարգիս Սահակիմյանի նման լավ ուսուցիչ եւ տաղանդավոր մարդ միշտ ուղղորդում է, որ վրազել պետք չի, պետք է լավ այդ երգի մեջ կայանալ, որպեսզի բարձր մակարդակ ձևի ներկայացնել հանրությանը։ Դե ինչ Արամ ջան, քանի որ դուք զինվորական եք, ոչ միայն մեր ազգին պիտանի զավակ եք մեծացել, այլ նաև ծնողասեր զավակ եք մեծացել, առաջարկում եմ ձեր ծնողներին ջերմագին բարևելով այս տեսալովակը նվիրել նաև բոլոր ծնողներին, այս պահին 21 TV-ի եթերում պրեմիերա Արամ Ասատրյան ծնողներիս վայելենք։ Սպասում են տանը զույգ անտեղ, թե գնում ես ու մնում այդտեղ, քեզ սպասում են տանը զույգ անտեղ, ծնողներ սեն սյուները մեր տան, կյանքան հոգե քանի նրան կան։ Ծնողներ սեն սյուները մեր տան, կյանքան հոգե քանի նրան Կանել շատ տարիք ունենաս Հայրս ունե պաշպանը մայրը սուրբ է Քո տանը ծնողդ կա մի զավակը մնաս Լեզու ունենա, որդին պետք է խնդիր չունենա Պետան հարսը լեզու ունենա, որդին պետք է խնդիր չունենա Թորնիկներն են մաքրում տանոթը, որը չլինի կռիվն ու ոտը Թորնիկներն են մաքրում տանոթը չլինի կռիվն ու ոտը Աստված պահի ծնողին կյանք ու արև տևողին քար ու հողից սնունդ քաղողի Աստված պահի ծնողին կյանք ու արև տևողին միշտ պահապան ու արդար ծնողների
Շնորհավորում եմ պրեմիերայի կապակցությամբ, կարծում եմ, որ առիթներին հիանալի կլինի այս երգը լսել, այս երգի տակ ուրախանալ եւ ինչու ոչ գավաթ բարձրացնել ծնողների համար, որովհետեւ այո, մենք ունենք բազմաթիվ առիթներ, ինչպես գիտեք, հարսանիքներ, ծնունդներ, կնունկներ, որտեղ միշտ կարևորագույն կենացն է, հա, ծնողների կենացը, եւ կարծում եմ արդեն իսկ կան, չէ, առաջարկներ, վստահաբար դուք երգում եք, այնպես որ թող այս երգը ունենա իր ուրույն ճանապարհը ու շատ առիթներ զարդարեք ձեր ներկայացում։ Այո, Անահիտ ջան, ու մի բան էլ ձեզ ասեմ, քանի որ միշտ Արամ Ասատրյանի հետ կապված ես ասեցի Այ հենց հայտարարում են ձեզ, ինձ հետաքրքիր է, ասում են, եւ այսպես Արամ Ասատրյան, ինչ է կատարվում։ Այո, ասեմ, ուզում եմ մի անկեղծ խոսակցություն ասեմ, օգտվելով առիթից։ Մի քանի ամիս առաջ եղա Գյումրիում հարսանյաց առիթի մասնակցելու հրավիրված էի իմ գոլեգա ընկերների կողմից եւ Թամադան ներկայացրեց որ այսօր մեզ հետ է Արամ Ասատրյանը ու որ անկեղծ ասեմ մեր ժողովուրդը մի պա քարացավ ոնց Արամ Ասատրյանը դե քանի որ ասենք Արամ Ասատրյան շեշտվել էր ու երկեցի առաջին Արամ Ասատրյանի երգերից քանի որ ես էլ եմ ինքս շատ սիրում Արամ Ասատրյանի երգերը երկեցի Թանկարժեք մանյակս երգը եւ երկեցի վերջացրեցի ժողովուրդը մոտիկացան ինձ ասեցին կներեք դուք Արամ Ասատրյանի թորնիկն եք բարեկամն եք ասեցի ոչ սիրելիներս ազգակցական կապ չունեմ, ճիշտ է։ Բայց նրա օրհնությունը ունեմ ծնվածս իսկ օրվանից եւ ասեցի սենց անկեղծ, ասեցի ես զուտ որպես ասենք առնակցական կապ չունեմ Արամ Ասատրյանի հետ, բայց կապ ունեմ Արտաշ Ասատրյանի հետ, կապ ունեմ Հովհաննես Ասատրյանի հետ եւ Ասատրյան Գերդաստանի եւ հարազատության հետ, որպես ասենք Արամ Ասատրյան որպես Արամ Ասատրյանի գործը շարունակող ու միշտ այցելում եմ Արամ Ասատրյանին, քանի որ ինքս ասենք Արամ Ասատրյանի երգերը սիրում եմ եւ ցանկացած առիթ ոչ թե Արամ Ասատրյան անունն եմ գրում, դրա համար եմ իր երգերի երգում, այ ինքս այդ մարդուն շատ եմ սիրում, հոգով սրտով ես այդ մարդուն սիրում եմ ու իր երգերով մինչև առիթը սկսել է, արդեն երաժիշտներն են ասում, Արամ ջան, Արամ ես չէ երգելու։ Ասեմ, Արամ եմ երգելու, բայց նաև ժողովրդական եմ երգելու Ջիվանի, Հավասի, Սայատնովա եւ ներկայացնելու եմ մեր ազգայինը, մեր ժողովրդականը, քանի որ երգեր էլ կան, որ ես ինքը շատ եմ սիրում Անահիտ ջան։ Այ քանի որ խոսեցինք ազգայինից եւ ժողովրդականից, առաջարկում եմ հենց այս պայն մեր հեռուստայտողի հետ միասին վայելենք որևէ ակապելա կատարում ձեր կողմից, որպեսզի այս ուղղությունն էլ, հա, ցույց տանք մեր հեռուստադիտողին։ Շատ բարի Անահիտ ջան, մեծ սիրով ուզում եմ ժողովրդական երգերից կատարել Ջիվանու հայրենիքի ջուրը, որ այդ երգը ինքը շատ եմ սիրում, էլի։ Լսենք սիրով Վերքի շարու ասպեղանիտ ախ իմ հայրենիքի շուրը քաղցր ես քանց նռանգինին ախ իմ հայրենիքի շուրը քաղցր ես քանց նռանգինին ախ իմ հայրենիքի ջուրը Հայկ պապս նրանից խմեց զորեղացավ բելին հաղթեց Սրբում տանում են ցավուցեց ախ իմ հայրենիքի ջուրը Սրբում տանում են ցավուցեց ախ իմ հայրենիքի ջուրը Ջիվան հրեշները եկել տեղացած դուրս են վռնդել
օցերն ու գորտերն են խմեն ախ իմ հայրենիքի ջուրը օցերն ու գորտերն են խմեն ախ իմ հայրենիքի ջուրը Շնորհակալություն, վստահ եմ, որ մեր հեռուստայտողներ հիմա ծափահարում է ու ձեր այս էներգիան, ազգայինի հանդեպ սերը, ժողովրդական երգի հանդեպ սերը վստահաբար երևաց։ Արամ ջան, շատ շնորհակալ ենք, որ այս առավոտ եկաք մեր տաղավար հյուր ու իսկապես շաքաղեցնող կատարում վայելեցինք։ Շնորհակալ եմ շատ Անահիտ ջան, օգտվելով առիթից ես էլ եմ շատ շնորհակալ, շատ ուրախ եմ ձեր տաղավարում գտնվելու համար։ Ուզում եմ տեղեկացնել, որ առաջիկայում էլի նորություններով կգանք ձեր մոտ Մեծ սիրով կլուսաբանենք եւ կլուսաբանենք եւ կմաղթենք մեր հեռուստադիտողին ուրախ եւ բարձր տրամադրություն եւ նորություններով Շնորհակալություն Արամ Ասատրյան ջան, ձեր կատարած աշխատանքի համար։ Մենք կսպասենք նորություններին եւ սիրով կլուսաբանենք։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը, այսպիսիներ այսօրվա եթերը երաժշտական եւ հյուրներ Արամ Ասատրյան։ Առաջարկում եմ ձեզ թողնել եւս մեկ կատարում Արամ Ասատրյանից, իսկ ես մաղթում եմ հաջողություն մնացեք բարով, ձեզ հետ Անահիտ Կիրակ։ Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաև գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։